Պարոն Խուդացյան, խնդրեմ։ Պարոն փոխվարչապետ, ըստ էության այս հարցի կարևորությունը նաև հետևյալում է։ Մենք նախորդիվ հանրապետության այլ մարզերում համանման ներդրումային ծրագրեր իրականացել ենք բնակարանաշինության մասով, բայց այստեղ ունենք մի իրավիճակ, երբ որ խորհրդային միության ժամանակ այս տարածքները կառուցապատված են եղել։ Բնակիչները օրդերի դիմաց հրաժարվել են իրենց կառուցապատման իրավունքից եւ այդ տարածքում իրենց գոյություն ունեցող գույքը քանդվել է, տեղը կառուցվել է կիսակառույց, որը տենց կիսակառույց էլ մնացել է։ Եվ հիմա սրա արդյունքում բնակիչները 80-ականներին կորցրած իրենց սեփականությունը իրենց վերադարձնելու հնարավորություն կա եւ այդ 48 ընտանիքները այս տեսակ ընտանիքներ են, այսինքն գործող նաև մարդկանց այս տարիների ընթացքում ձևավորած ակնկալիքն է բարելավում, բավարարվում եւ բացի դրանից համայնքային գույք է ստանում համայնքը գրադարանի տարածք, բացի դրանից բնականաբար արդեն կոմերցիոն հետաքրքրություն ներկայացնող շուրջ 160 բնակարաններ վաճառքի կդրվեն, Արարատում էլ բազմաբնակարանների կառուցումը որպես այդպեսին մեծ հաշվով նոր է սկսում եւ այդ 160 բնակարանները էականորեն կթարմացնեն Արարատի բնակարանային ֆոնդը։ Ինքն էլ այո, ինչպես նշեցիք, գույքը կոմերցիոն տեսանկյունից տարածքը բավական հետաքրքրություն պետք է ներկայացնի, որ այս ծավալի ներդրման համար նպատակահարմար լինի, որովհետեւ ներդրման ծավալը, ինչպես ասացի, 5 տարիների համար սահմանված է 3 միլիարդ դրամ։ Շնորհակալություն, պարոն Խուդացյան։ Ինչ դիտարկումներ կան նախագծի վերաբերյալ։ Խնդրեմ Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ, ես կուզեի նախ կարևորել, որ համայնքային գրադարանի մասին ենք խոսում նաև այս ծրագրի շրջանակներում, ինչը հնարավորություն է տալու հանրային տարածք ստանալ եւ այդ իմաստով պետք է հիշեցնեմ, որ կառավարությունը առանձնահատուկ կարևորում է ընթերցանության խրախուսման ուղղված քաղաքականությունները եւ կառավարության նոր ծրագրում ենթադրում եմ, որ դրանք բավականին մեծ ներկայացվածություն կունենան ու այդ իմաստով գրադարաններն էլ ունեն հատուկ նշանակություն, բայց ես կուզենայի նաեւ այս առիթով մեր կառուցապատման ծրագրերում մի կարևոր հանգամանքի մասին խոսել, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք խոսում ենք բնակելի նոր տարածքների եւ հզորությունների ընդլայնման մասին, շատ կարևոր է, որ մենք չմոռանանք նաեւ հանրային նշանակության ենթակառուցվածքների հետ դա համադրելու կարևորությունը, մասնավորապես մեծ ծավալով կառուցապատումները ընդհուպ միջև նոր թաղամասերի ձևավորումը պետք է զուգակցվի անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքները պլանավորելու հետ միաժամանակ, այսինքն նոր դպրոցներ, մանկապարտեզներ եւ մենք այսօր արդեն տեսնում ենք այդ խնդիրների որոշ հետևանքներ, օրինակ առաջացող խցանումների եւ մնացած այլ պրոբլեմատիկ երևույթների հետ կապված եւ ես ուղղակի պիտի խնդրեմ, որ մենք բոլոր մեր նման ծրագրերում լինեն դրանք ռենովացիայի, թե նոր ուրեմն շենքերի կառուցման առանձնահատուկ մեթոդաբանական մոտեցումներ ունենանք նաև տարածքում այս սոցիալական ենթակառուցվածքները ժամանակին պլանավորելու, հատկապես որ հետո, երբ որ դրան անդրադառնում ենք, հաճախ տեսնում ենք, որ անհրաժեշտ հողատարածքների բացակայության խնդիր է երբեմն առաջանում եւ ճիշտ է հենց սկզբից պլանավորելու մակարդակում այս հարցը հաշվի առնել։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, պարոն Խուդացյան։ Ես համաձայն եմ Տիկին Անդրեասյան ձեր դիտարկման հետ, մենք նախորդիվ նախադեպ ունենք, երբ որ այս տրամաբանության մեջ բայց գրադարանի տարածքի փոխարեն կառուցապատողը պարտավորվել է մանկապարտեզ կառուցել, կառավարել եւ նվիրատվությամբ հանձնել համայնքին նաեւ այդ թաղամասի երեխաների կարիքների համար։ Շատ լավ։ Այլ դիտարկումներ չկան, ովքեր են կողմ նախագծի հաստատմանը։ Շնորհակալություն, հարցը հաստատված է։ Հաջորդ մեր քննարկվող հարցը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն գիտակրթական հիմնադրամին ուղղակի վաճառքի եղանակով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին է։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան, պարոն Խուդացյան, խնդրեմ։ Հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, խոսքը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին կառավարության որոշման նախագծի ընդունմանն է վերաբերվում, խոսքը վերաբերվում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն 37 հասցեում գտնվող 0.52 հեկտար հասարակական նշանակության հողամասի ուղղակի վաճառքին փոխարենը հիմնադրամը նախատեսում է իրականացնել տվյալ տարածքում բարեգործական ծրագիր, մասնավորապես կանաչ տեխնոլոգիաների հաբի հիմնում
ինչը կրթական կենտրոն է լինելու, պլանավորում են նաև կառուցել տեխնոլոգիական թվով 6 կացարաններ, որոնք հագեցված են լինելու ժամանակակից սարքավորումներով, գործիքներով, ներառյալ դրոններով, պայմանավորվածության համաձայն անվճար հիմունքներով, ուրեմն հիմնադրամը ներգրավելու է Ախուրյան եւ Հարակից համայնքների, հատկապես գյուղական բնակավայրերի կանանց եւ երիտասարդներին իրենց տեղեկատվական եւ տեխնոլոգիական ծրագրերում, ներառյալ տեխնոլոգիական պրոդուկտների ստեղծման աշխատանքներում եւ այս արդյունքում 5 ուրեմն նոր սկսնակ ընկերություններ պիտի ստեղծվեն եւ հաջորդ պլանավորումը տրանսպորտով են ապահովելու են բոլոր մարդիկ, ովքեր իրենց բնակավայրերից պիտի տեղափոխվեն կրթական կենտրոն այս ծրագրերի շրջանակներում Ընդհանուր ծրագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը եւ նախատեսված է շուրջ 100 միլիոն դրամի ներդրում։ Մենք նմանատիպ նախադեպեր նախկինում ունեցել ենք եւ ՔՈԱՖ-ի մասով եւ Սիմոնյան կրթական հիմնադրամի Թումո կենտրոնների մասով, այնպես որ այն տրամաբանությունը ինչ որ ունեցել ենք նախորդիվ դեպքերում, այդ տրամաբանությունը պլանավորել ենք նաեւ այս մասով։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն պարոն Խուդացյան, ես նույնպես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր մեր նախաձեռնություններից մեկն է, այն առումով, որ մենք տեսնում ենք նման տեխնոլոգիական կենտրոնների, որոնք պետք է ձգողական կենտրոններ լինեն իրականում, տարածումը ոչ միայն Երևանում, ոչ միայն մեր մարզկենտրոններում, այլև արդեն նաև գյուղական բնակավայրերում եւ պետք է ուղղակի աջակցել, խրախուսել, որ բոլոր նման նախաձեռնությունները, որոնք ունեն կառավարության ուշադրության կարիքը ժամանակին ընթացք ստանան եւ իրացվեն։ Այլ դիտարկումներ, Տիկին Անդրեասյան, խնդրեմ։ Շնորհակալություն, այո, պարոն Խաչատրյան, ամբողջությամբ համամիտ եմ թե ձեր, թե պարոն Խուդացյանի հետ, որ սա շատ կարևոր ծրագիր է եւ ընդլայնում է կրթության, ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր տարբեր տարածաշրջանների քաղաքացիների համար, որը պետք է հիշեցնեմ մեր կրթության ռազմավարության հիմքում է, որպեսզի անկախ բնակության վայրից մեր բոլոր քաղաքացիները ունենան որակյալ կրթության հասանելիություն եւ երբ որ խոսում ենք որակյալ կրթության մասին, նկատի ունենք ոչ միայն ֆորմալ կրթական համակարգը, այլ նկատի ունենք նաեւ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները, ինչու եմ ես սա շատ կարեւորում, որովհետեւ ժամանակակից կրթությունը գնում է մի ճանապարհով, որ ֆորմալ կրթությունը պետք է անպայման լրացվի նաև ոչ ֆորմալ կրթական միջավայրերով, որովհետև մարդիկ սովորում են ոչ միայն դպրոցում, քոլեջում, բուհում, այլ սովորում են իրենց կյանքի յուրաքանչյուր պահին տարբեր միջավայրերում եւ ինչքան ավելի ճկունություն ենք մենք կարողանում հաղորդել համակարգին, այնքան ավելի արդյունավետ է լինում սովորելու գործընթացը։ Եվ թույլ տվեք ասել, որ ըստ էության այսօր տեխնոլոգիական կրթությունը դարձել է մեր կրթական համակարգի բրենդը եւ մենք ունենք բազմաթիվ հաջողված տեխնոլոգիական ոչ ֆորմալ կրթության օրինակներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև Հայաստանից դուրս, ինչպես օրինակ Թումոն է, ինչպես օրինակ Արմաթ լաբորատորիաներն են, որոնք գործում են մեր 600-ից ավել դպրոցներում որպես ոչ ֆորմալ կրթության եւս մի հաջողված օրինակ։ Նմանատիպ հետաքրքրություն նաև առաջացնում է ՔՈԱՖ-ը եւ այս պարագայում էլ մենք ունենք հետաքրքիր համագործակցության փորձ եւ կարեւորում եմ, որ ծրագիրը հասանելի է լինելու սկսած ավագ դասարանների աշակերտներից, այսինքն բավականին վաղ փուլում հնարավորություն կլինի աշխատել երեխաների հետ եւ այն ուղղությունները, որոնք ընդգրկված են այս ծրագրի մեջ, մասնավորապես արհեստական բանականության, ինժեներական կրթության, հնարավորություն են տալու նաեւ այս ծրագրի միջոցով ուժեղացնել դպրոցը, որովհետեւ այս ոչ ֆորմալ կրթության բովանդակությունը գալու է աջակցելու դպրոցական ծրագրերի իրականացմանը, բայց ոչ միայն, ես կարծում եմ, որ նաեւ հաշվի առնելով կացարանների արկայությունը մենք կկարողանանք ամենատարբեր ծրագրեր իրականացնել նաև ճամբարային ձևաչափով եւ իսկապես այս կենտրոնը դարձնել տարածաշրջանային կենտրոն եւ համախմբել նաև հարակից բնակավայրերի երիտասարդներին եւ երեխաներին կարևոր ծրագրերի շուրջ։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ մենք խոսում ենք Մարմաշենի մասին, որը նաև զբոսաշրջային շատ կարևոր կենտրոն է։ Կառավարությունը արդեն իսկ այստեղ նախորդող շրջանում արել է բավականին մեծ ծավալի ներդրումներ, մասնավորապես վանական համալիրի տարածքի բարեկարգման, հեծանվային ուղու, դրան մոտեցող ճանապարհների եւ այլ մասով եւ վստահ եմ, որ սա ոչ միայն կրթության տեսանկյունից, այլ նաեւ զբոսաշրջության տեսանկյունից նոր հնարավորություններ կբացի այս համայնքի եւ բնակավայրի համար։